Հարգելի նախագահող, հարգելի պատգամավորներ, ձեր քննարկման եմ ներկայացնում էներգետիկայի մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, լիցենզավորման մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, պետական турքի օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը։ Նախագծերով առաջարկում է, որ էներգետիկայի բնագավառում որպես լիցենզավորման գործունեություն նոր տեսակ նախատեսել էներգիայի պահեստավորման կայան կառուցելու եւ էներգիայի պահեստավորման փուլային ժամանակահատվածներով կառավարության լիազորված մարմնի առաջարկի հիման վրա հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից լիցենզավորումը կդրամադրվի մրցույթային կարգով։ Նման լիցենզիաներ ունեցող անձանց կտրվի լիցենզիայով սահմանված տարածքում էներգետիկայի պահեստավորող կայան կառուցելու, վերակառուցելու, շուկայի կանոնների համաձայն մեծածախ շուկայում էլեկտրական էներգիա գնելու եւ վաճառելու, շուկայի մասնակիցների պահեստավորման ծառայություններ մատուցելու իրավունք։ Ընդ որում լիցենզավորման ենթակա չեն լինի մինչև 1 մեգավատ հզորությամբ պահեստավորվող կայանների էներգիայի պահեստավորման գործունեությունը կառուցելու եւ պահեստավորման ժամանակահատվածները, ինչպես նաեւ 1 մեգավատից ավել հզորության կայանում բացառապես սեփական կարիքների համար էներգիայի պահեստավորման գործունեությունը պահեստավորման ժամանակահատվածում։ Նախագծերով հնարավորություն կստեղծվի էներգիայի պահեստավորման լիցենզիաները տրամադրել էներգիայի պահեստավորման երաշխիքով սակագնային կարգաբերմամբ նաև պետություն մասնավոր համագործակցության գործիքների շրջանակներում կամ առանց այն երաշխիքի մրցույթային պայմաններով։ Էներգիայի պահեստավորման երաշխիքով լիցենզիա ունեցող անձը հանձնաժողովի սահմանված կարգով պարտավորված կլինի էներգիայի պահեստավորման ծառայություն մատուցել էլեկտրաէներգետիկական համակարգի կարգավարական հրահանգների համապատասխան շուկայի կանոններով սահմանված դեպքում եւ կարգերով։ Բնագավառի լիազոր մարմնի առաջարկի հիման վրա հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից այս լիցենզիաները կտրամադրվեն մրցույթային եղանակով։ Մրցույթի անցկացման կարգն ու պայմանները կսահմանվեն հանձնաժողովի կողմից միաժամանակ հաշվի առնելով, որ պետություն մասնավոր գործընկերության ծրագրի իրականացման շրջանակներում արդեն իսկ արկա են ձևավորված համապատասխան կարգավորումները, այդ թվում մրցույթային ընթացակարգերի վերաբերյալ մասնավորապես պետություն մասնավոր գործընկերության մասին օրենքում նախագծով ամրագրվել է, որ հանձնաժողովի կողմից թե վերոնշյալ մրցույթի անցկացումը, թե դրա կարգի ու պայմանների սահմանումը պետք է իրականացվի հաշվի առնելով պետություն մասնավոր գործընկերության մասին օրենսդրության կիրառելի կարգավորումները բացառելու համար դրանց միջև հնարավոր հակասությունները եւ իրավական բացերը։ Նախագծով նախատեսվում է նաև էներգետիկայի պահեստավորման գործունեություն զբաղվելու սահմանափակումներ էլեկտրական էներգիայի հաղորդման եւ բաշխման լիցենզիա ունեցող անձանց համար, ինչը միտված է բացառելու, որ այս անձիկ իրենց գերիշխող դիրքից եւ տեղեկատվական առավելությունից օգտվելով խեղաթյուրեն շուկան կամ ստանան մրցակցային առավելություն այդ գործունեության օգտվելով շուկայի այլ մասնակիցների նկատմամբ։ Բացի այդ, նախագծով առաջարկվում է նաև նախատեսել հնարավորություն կառավարության լիազորված մարմնի առաջարկության հիման վրա էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգության եւ հուսալիության ապահովման անհրաժեշտությունից ելնելով ամրագրել մինչև 30 մեգավատ հզորությամբ ցանկացած տեսակի կայանում էլեկտրական էներգիայի արտադրության հանձնաժողովի կողմից տրամադրվող լիցենզիաներ, ինչպես նաև ինքնավար էներգոարտադրող եւ միկրոէներգոարտադրող կայանների միացման շրջանակներում գումարային հզորությունների առավելագույն չափաքանակներն ու համապատասխան մեխանիզմները, որոնք հնարավորություն կտան այդ չափաքանակների սպառման դեպքում դադարեցնել համապատասխան լիցենզիաների տրամադրումը եւ կայանների միացումը էլեկտրական էներգիայի բաշխման եւ հաղորդման ցանցերին։ Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի բարձրացնել էներգետիկ համակարգի հուսալիությունը, կայունությունն ու անվտանգությունը, ստեղծել նոր գործարար միջավայր, ընդլայնել իրական ներդրումներ բնագավառում, ապահովել սպառողների շահերի առավել արդյունավետ պաշտպանությունը, ծառայությունների որակը, մատչելիությունը եւ անխափանության տեսանկյունից։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցերի համար